Երբ ռուսական կայսրությունը փլուզվեց, Օսմանյան Թուրքիայի ղեկավարները տեսան պատմական հնարավորություն իրագործելու իրենց պանթուրքիզմի երազանքը, ստեղծել մի հսկայական թյուրքական կայսրություն Բոսֆորից մինչև Միջին Ասիա։ Այս ճանապարհին միակ խոչընդոտը Հայաստանն էր։ Թուրքիան ստեղծեց Ադրբեջանի Հանրապետությունը որպես կամուրջ դեպի Կասպից ծով ու թյուրքական աշխարհ։ Անունն անգամ գոհացված էր պարսկական Ատրպատականից, որպեսզի հետագայում հավակնություններ ներկայացնեն նաև այդ տարածքների նկատմամբ։ Արցախը, որն ուներ ավելի քան 90% հայ բնակչություն եւ կառավարվում էր հայ մելիքների ժառանգների կողմից, դարձավ ռազմավարական պատնեշ, որը Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում էին ամեն գնով կոտրել։ Փաստ է, որ Արցախը միշտ էլ եղել է հայկական տարածք եւ բնակեցված է եղել հայերով։ Սակայն 19-րդ դարի սկզբին, երբ Արևելյան Հայաստանը գտնվում է ռուսական կայսրության տիրապետության տակ, տեղի ունեցավ վարչատարածքային փոփոխություններ, որի արդյունքում Արցախը հայտնվեց արհեստացի Ելիզավետպոլի նահանգի կազմում, ինչն էլ հիմք հանդիսացավ, որ հետագայում նորաստեղծ Ադրբեջանը հայտարարի, թե Արցախն իրեն է պատկանում, որպես Ելիզավետպոլ նահանգի ժառանգորդ։ Միջազգային հանրությունը, իդեմս Ազգերի լիգայի, չճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, այն համարելով վիճելի տարածք։